Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեկը իմ տղան գնացել է 2025 թվականի հուլիսի 2-ին, բայց իր դասընկերները գնացել են այս տարի։ Նույն դասարանում, նույն տարիքային ծնունդների տարբերությամբ։ Ես կխնդրեի, որպեսզի բոլորս էլ համատեղ լինենք, խնդրում ենք վարչապետին, ՊՆ նախարարին, որպեսզի չանտեսի։ Ուղղակի չանտասի։ Ազգային ժողովում լրագրողների եջևազրույցի ժամանակ նշեց, որ փոփոխություններ չեն նախատեսում, հիմա ինչ ակնկալիքներ ունեք։ Նայեք, հա, համաձայն եմ, մենք էլ ենք դա տեսել, որ ինքը չի ուզում փոփոխություն անի, բայց երբ որ ինքը գիտակցի եւ մի փոքր ինքը մտածի, ես չեմ կարծում ինքը չի մտածում, բայց պետք է որ, չէ որ ինքն էլ վաղը զինվոր կունենա։ Հավասարություն, ընդամենը մենք խնդրենք, որ պաշտպանության նախարարը ոչ թե ուղարկի հենց կտրուկ ասի, որ փոփոխություն չի լինելու, ուղարկի տղաների մասին մի փոքր մտածի, քանի որ տղաները նույնպես իրենք էլ հոգեվիճակի մեջ, իրանք էլ նորից եմ ասում, չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ իրանք էլ են ուզում, որ իրանց ընկերների հետ գան։ Իմ տղան 2 տարի ծառայում է, բայց գալու է իր դասընկերների հետ։ Այսինքն գալու է մյուս տարի իր ընկերների հետ, որը գնացել են այս տարի, բայց ինքը ծառայելու է 2 տարի։ Շատ շնորհակալ կլինենք, որ չանտեսեն մենք ոչ բողոքում ենք, ոչ գոռում ենք, ոչ բղավում ենք, ոչ չգիտեմ ճանապարհներ ենք փակում, չէ, մենք ուղղակի մարդասիրական, ուղղակի հարգելով մեր պետությանը, մեր զինվորներին, մեր ՊՆ նախարարին Նիկոլ Փաշինյանին, խնդրում ենք, որ չանտեսեն մեզ։ Քանի որ մենք է ծնող ենք, մենք էլ մտածում ենք այդ ամենի մասին։ Կարծիքներ կան, որ սա նախընտրական քայլ էր ընդամենը, ինչպես ընտրություններից առաջ թոշակը բարձրացրին, չէ, ես ավարտեմ հարցս նոր, հա, ինչպես թոշակները բարձրացան եւ այլ նման դրական փոփոխություններ, սա էլ դրանցից մեկն էր, երբ ծառայությունը կրճատեցին սարքելով 2-ի փոխարեն 1.5 տարի։ Եվ հիմա նայեք, մենք ոչ ընտրությունն ենք խառնում ստեղ, ոչ Չէ, մենք չենք խառնում, մեր ոչ մի ծնողը չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կամ ինչ-որ ընտրությունների համար մենք այս հարցը քննարկում ենք, ոչ, այս հարցը եղել է շատ վաղուց, ուղղակի չենք բարձրաձայնել, այսինքն դիմել ենք, նախարարություն սպասել ենք, որ նամակի պատասխանին, բայց երբ որ ստացել ենք, որ չեն պատասխանում, տեսնում են, բայց չեն պատասխանում, նոր մենք դիմել ենք, որ գանք նախարարություն։ Իսկ ինչ մնում է ընտրություններին, մենք ոչ մի ընտրությանը այս հարցը չենք խառնում։ Մենք միևնույն է ընտրելու ենք, սա մեր պարտքն է, դա մեր պարտքն է, որ գանք ընտրենք, բոլոր քաղաքացիներն էլ դա անելու են։ Հիմա ով էլ ստեղ ասի, որ չեն գնալու, դա բան չկա, բոլորներ գնալու են։ Մենք ստեղ պայքարում ենք մեր զինվորի համար, հա, պապիկը դե միգուցե պապիկը մի քիչ մեծ է, տարիքային կարելի է իրեն մի քիչ հասկանալ, բայց ոչ, ընտրությունը չենք խառնում։ Մենք նամակը երբեք հասցեագրել եւ ում եք կոնկրետ հասցեագրել, ՊՆ-ին, վարչապետին։ Նախարարին էլ ենք ուղարկել, վարչապետին էլ ենք ուղարկել, բայց պատասխան չենք ստացել։ Նու մոտավորապես մի 4 ամիս առաջ ենք մենք իրանց էլի դիմել ու պատասխաններ չենք ստացել, որովհետև իրանք նայել են ու չեն պատասխանել։ Այսինքն տարեվերջին նախորդ 25 թվականին, հա, երբ որ այս արդեն կար այս խոսակցությունը, որ լինելու է տարի կեսում, մենք այդ ժամանակ նախարարին Նիկոլ Փաշինյանին նամակը ուղարկել ենք, բայց պատասխան չենք ստացել, հետո տղաները արդեն 4 ամսվա, 6 ամսվա ծառայող են եղել, 4 ու ընդունվել է օրենքը, որ տղաները պետք է ծառայեն տարի կեսում։ Ես նույնպես եմ ասում, այսօր իմ որդին ծառայում է 2 տարի, 2025 թվականի հուլիսի ավագին, 2-ի, բայց իր ընկերները ծառայում են հիմա, տարի կեսումով։ Այո, շատ հանգիստ խոսեցինք, դեռ չենք մոտիկացել իրանց, նախարարին նամակն ենք ուղարկել, հիմա սպասում ենք, որպեսզի մեզ կանչեն մի փոքր զրուցենք, մենք բոլորով բնականաբար չենք գնալու նախարարի մոտ, թող մի քանի հոգու, ինքը ընտրի մոտավոր նախարարի, տեղակալի, ով որ մեզ կընդունի, ով որ մեզ կլսի պարտավորը։ Չենք կռվելու բնականաբար, խնդրելու ենք, որ կրկին փորձելու ենք, ժողովուրդ ջան, կրկին փորձելու ենք, այսօր
Եթե ես էլ ունեմ զինվոր, դուք էլ ունեք, վստահ եմ ձեր տանել, բոլորի տանել մի զինվոր կլինի։ Չենք կռվելու, մենք չենք եկել կռվի։ Եթե մենք կռվենք, կգնանք մարտում կկռվենք, մենք չենք եկել այստեղ կռիվ անելու, մենք եկել ենք խնդրելու, պահանջելու հավասարություն, ընդամենը։ Մեզ ոչ մի բան ստեղից պետք չի։ Տեսեք, այստեղ բայց շատ կարևոր մի նրբություն է կա, խոսքը անվտանգության մասին է վերջով, ծառայության, հա, համանդրբացության մասին է նաև խոսքը։ Ճիշտ է, այսպես ասում են կրճատել, բայց այդ համանդրբացության հետ կապված մենք ուզում ենք հավասարություն։ Միևնույն է, մեր տղաները ծառայում են։ Այնպես չի, որ իրանք արեցին տարիքեսում, մենք գնալու ենք մեր տղաներին բանակից վերցնենք ու բերենք տուն։ Բնականաբար ոչ։ Մեր տղաները ծառայելու են։ Իրենց պարտքը տալու են հայրենիքին, ոնց որ տալիս են 2026 թվականի տղաները, չէ՞։ Բնականաբար մեր երեխաներն էլ են տալու, պրոստո տարիքեսումով։ Մենք ընդամենը դա ենք պահանջում, մենք ուրիշ ոչ մի բան, Թեհմինե Ալեքսանդրիա։ Նամակի բովանդակությունը ձեզ մոտ կա, կարող եք։ Իհարկե, կա, վերևում է, ժողովրդի մոտ է, կարող ենք, իհարկե կարող ենք։